խաղարկային իհարկե մի այսպես միջոցառում ենք նաև ընթացքում կազմակերպելու եւ ցուցադրելու ենք ամենաերկար տոլման, այսինքն թիմերին տրված է հանձնարարություն, որ իրենք ներկայացնեն ամենաերկար փաթաթված տոլման, թե ամեն մեկը ոնց կներկայացնի եւ ինչ ձևերով, ինքը թիմը պիտի ներկայացնի համտեսանողին, բայց դա անպայման այնպես չի, որ քրքրված, այսպես իր տեսքով, իր ամբողջ, այո, ամենաերկար եւ մտադրություն կա սա հետագայում զարգացնել, ինչու՞ չէ նաեւ գրանցել համապատասխան կառույցներում, դա կլինի, չգիտեմ, Գինեսի գիր, չգիտեմ ինչ, բայց նախատիպը լինելու է։ Մենք ի տարբերություն շատ ժողովուրդների դա փաթաթում ենք։ Մենք երբեք տոլմա պատրաստելիս չենք լցոնում, փաթաթում ենք լինի խաղողի տերևի, թե կաղամբի, թե այլ տերևների մեջ, այսինքն տարածաշրջանից գավառից գավառ տարբեր նյութեր են օգտագործել, կա գավառ, որ բանջարեղենը բավական հարուստ է եղել, մսով տոլմայի հետ միասին օգտագործել են նաև բանջարեղեն արդեն լցված տարբերակը, կա նաև մսեղեն այս տեսականու կողքին, որը իսկապես հայկական հացկերունների զարդը ու պսակն է կազմում են, ընդհուպ միջև այն, որ կան տեղեր, որ մարդու կենսափուլերի հետ կարևորագույն այդ ծեսերի հետ սեղանին պարտադիր տրվել է տոլման, օրինակ եւ հարսանիքի ժամանակ ծնունդ գնունք եւ այդտեղ կա, որ նաեւ սիքո արարողության ժամանակ, այսինքն այսքան տարածված, կարևորված ուրեմն կերակրատեսակ է, լավագույն համ, լավագույն տեսք, լավագույն մտահղացում